Եթե այսքանը միջև նոր հանդիպում։ Չնայած Նիկոլ Փաշինյանն արդեն հասել է Գյումրի, նրա մեկնարկած ավտոերթի մնացած մասնակիցները դեռ ճանապարհին են։ Հարյուրավոր մեքենաներ խցանում են առաջացրել Երևան-Գյումրի ավտոճանապարհին։ Համացանցում օգտատերերը հրապարակել են կադրեր, որտեղ երևում է մի քանի կիլոմետր ձգվող երթը։ Ինչպես տեսնում եք, անգամ եղանակային վատ պայմանները չեն խանգարել նրանց ճանապարհ ընկնել։ Հայաստանի վարչապետը մեկնել է Գյումրի մասնակցելու հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը։ Գործարկվել է հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը։ Պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կիլոմետր է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են կառավարության, Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ։ Ճանապարհին առկա է նաեւ 2 մետր լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ այլ նպատակների համար։ Մենք կարևորը հասանք Գյումրի։ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նախկին կինը Աննա Հակոբյանը։ Ամիսներ առաջ սկանդալային բաժանման մասին հայտ արելուց հետո նրանց համատեղ ներկայությունը ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Մերսի շատ։ Ավելին, մի շարք լրատվամիջոցներ նկատել են, որ առավոտյան կառավարական տանն արված տեսանյութում էլ է երևում վարչապետի նախկին կինը։ Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Փետրվարին ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Աննա Հակոբյանը չէր մեկնաբանել, թե որն է պատճառը, սակայն նաև չէր բացառել, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն։ Շելի այդպես, որովհետեւ մենք այլ ամուսնություն չունենք։ Բողոքի ակցիա է անցկացվել Փարաքարում։ Տեղի բնակիչ կանայք պահանջում են նախկին համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի գործով արդար քննություն, ինչպես նաև պահանջում են վտարել համայնքից այս գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ընտանիքին, որոնք համայնքապետի սպանությունից կարճ ժամանակ անց վերադարձել էին իրենց տուն։ Ի դեպ, ակցիայի մասնակիցների շարքում եղել է նաև Վալոդիա Գրիգորյանի մայրը, ով անձամբ է խնդրել ոստիկաններին վտարել որդուն սպանողի ընտանիքին։ Ակցիայի մասնակից կանայք իրենց ձեռքին ունեցել են նաև պաստառներ, կանխարգելեք հնարավոր վտանգը, տեղափոխեք Գևորգ Հարությունյանի ընտանիքը Փարաքարից, վերականգնեք Փարաքար համայնքի անդորը եւ այլ գրառումներով։ Նրանք ծաղիկներ են խոնարհել սպանված նախկին համայնքապետի շիրիմին եւ հայտնել, որ իրենց ինքնաբուխ նախաձեռնությունն ուղղված է գործի ամբողջական բացահայտմանը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ներքին գործերի նախարարության նվագախմբի ուղեկցությամբ Meridian Expo կենտրոնում բացվել է 5-րդ Career City Fest փառատոնը, որն անցկացվում է 5 սերունդ 1 ռիթմ խորագրով։ Փառատոնը ներառում է տարբեր թեմատիկ գոտիներ՝ networking, կրթություն եւ հմտությունների զարգացում, որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին, կապեր հաստատել եւ նոր հնարավորություններ գտնել։ 2023 թվականից Career City Fest-ը համախմբել է շուրջ 25000 այցելուի եւ ավելի քան 200 առաջատար ընկերությունների ու փորձագետների, դառնալով տարածաշրջանում կարիերայի զարգացման ոլորտի խոշոր հարթակներից մեկը։ Փառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը։ Մուտքն ազատ է նախնական գրանցմամբ։ Իրանը դեռևս պատրաստ չէ ԱՄՆ պաշտոնյաների հետ առերես բանակցությունների նոր փուլ անցկացնելուն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն, ընդգծելով առանցքային հարցերում Վաշինգտոնի առավելապաշտական պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում Խաթիբզադեն հայտնել է նաև, որ իր երկիրը չի հանձնի հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին, մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Մեջբերում մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելուն։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման եւ որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ։ Մեջբերման ավարտը։ Վաշինգտոնը պետք է արժանանա Իրանի ժողովրդի վստահությանը Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար, ընդգծել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա սա անվանել է ամենակարևոր քայլը, որը ամերիկացիները պետք է ձեռնարկեն։
Մեջբերում մենք լիովին պատրաստ ենք, եթե նրանք նույնիսկ ամենափոքր սխալը թույլ տան, մենք ուժով կպատասխանենք, ասել է Ղալիբաֆը։ Այս հայտարարությունից ժամեր առաջ ամերիկյան հարվածային ուղղաթիռները սկսել են պարեկություն անել Հորմուզի նեղուցում, իրանական նավթատարների շրջափակումն ապահովելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Իսրայելին եւ ասել, թե Իսրայելը ցուցաբերել է քաջություն Իրանի հետ հակամարտության ժամանակ եւ ապացուցել, որ կարող է լինել Միացյալ Նահանգների իսկական դաշնակիցը՝ ի տարբերություն այլ երկրների։ Հավանաբար Թրամփը այս կերպ արտահայտել է իր բարկությունը այն երկրների նկատմամբ, որոնք չարդարացրին իր սպասելիքները։ Իրանի դեմ պատերազմ սկսելու պահին Թրամփը հավանաբար սպասում էր, թե աշխարհը հիմա կկանգնի իր կողքին, բայց արի ու տես, որ այս երկրների համար առավել կարևոր եւ բարձր է մարդկային կյանքը, քան թե փողն ու նավթը։ Ավելին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գրասենյակը դատապարտել է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի վերջին արձակումը, այն անվանելով սադրանք, որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։ Անվտանգության գրասենյակը կոչ է արել Փահենյանին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։ Փաստորեն ԱՄՆ-ն գիտի, որ ՄԱԿ-ը ունի անվտանգության խորհուրդ, առավել եւս մշակված բանաձևեր, որոնք խախտել չի կարելի։ Իսկ երբ ինքն է հրթիռներ արձակում Իրանի խաղաղ բնակչության, առավել եւս երեխաների վրա, այդ բանաձևերը կարծես դառնում են թափանցիկ։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը շտաբ խորհրդակցություն է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ, քննարկելու Հորմուզի նեղուցում սրված ճգնաժամը։ Իրանի հետ հաստատված հրադադարի ժամկետն ավարտվում է 3 օրից, սակայն բանակցությունների նոր փուլի վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Ջեյդի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը եւ ուժային կառույցների ղեկավարները։ Գործընթացում որպես միջնորդ ներգրավվել է Պակիստանի բանակի հրամանատարը, ում միջոցով Վաշինգտոնը նոր առաջարկներ է փոխանցել իրանական կողմին։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները խորացել են ուրանի հարստացման ծավալների շուրջ, ինչն էլ դրդել է Թեհրանին դիմելու շանտաժի մարտավարության։ Եթե առաջիկա ժամերին բեկումնային առաջընթաց չարձանագրվի, տարածաշրջանում պատերազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է համարվում։